Այս պայն հրշեջները շարունակում են կրակի տարածում։ Երևանի Շիրակի փողոցի պայստում բռնկված հրդեհը մեկուսացվել է մայիսի 2-ին, 0:22-ին, մարվել 4:18-ին։ Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր էր մեկնել 8 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը տեղի աշխատակիցներ են փորձել պայքարել կրակի դեմ։ Տուժածներ բարեբախտաբար չկան։ Մայիսի 1-ին բռնկված հրդեհի պատճառների վերաբերյալ ներքին գործերի նախարարությունը դեռևս տեղեկություն չի հայտնել։ Մեր երկիրը գնորդ պետք է չլինի, մեր երկիրը վաճառող պետք է լինի։ Հենց սա է տնտեսության զարգացման այն տեսլականը, որը առաջարկում է ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Աշխատավորի օրվա առիթով հրավիրված հանդիպման վայրը պատահական չէր ընտրված։ Արտաշատի Անիթեքս տեքստիլ գործարանում 180 մարդ է աշխատում։ Այն կառուցվել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի համաներդրմամբ։ Այսօր գործարանը ապահովում է տեղական շուկայի պահանջարկի 50-ից 60%-ը, ու այս գործարանի շնորհիվ կտրուկ նվազել է թուրքական տեքստիլի մուտքը Հայաստան։ Ըստ Նարեկ Կարապետյանի, հայկական արդյունաբերականացման լավագույն օրինակներից է այս գործարանը։ Ուժեղ Հայաստանը կողմ է սահմանների բացմանը, սակայն տեսնում են վտանգ, որ առանց հստակ պաշտպանական մեխանիզմների հարևան երկրների սուբսիդավորվող էժան ապրանքը կարող է վնասել հայ գյուղացուն։ Թուրքիան սուբսիդավորում է գազի 50%-ը իր գյուղացիների համար։ Գազի 50%-ը Թուրքիայի պետությունն է վճարում իր գյուղացիների համար, իր ջերմոցների համար։ Էլեկտրականության 50%-ը պետությունն է վճարում։ Այդ պարագայում եւ նաեւ նրանք հայտնի է Եփրատ գետի վրա ստեղծում են ջրամբարներ։ Ջրի խնդիր չունեն։ Նրանք հնարավորություն են ունենալու այս սուբսիդիաներով էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, գյուղացիներին մատնել աղքատության։ Դրա դեմ պայքարելու մի ձև կա։ Պաշտպանել տեղական արտադրողին, տանել լավ տնտեսական քաղաքականություն, ունենալ առաջնորդ, որը կարողանում է չէ ասել այնտեղ, որտեղ մեզ ձեռնտու չէ, եւ հա ասել այնտեղ, որտեղ կա հայկական շահ։ Նարեկ Կարապետյանի պնդմամբ իրենց թիմն է ստանձնելու տարիներով հետաձգված տնտեսական բարեփոխումների իրականացումը։ Ծայրահեղ աղքատության խնդիրն էլ ուժեղ Հայաստանը խոստանում է լուծել ռեկորդային սեղմ ժամկետներում։ Մենք ենք իրականացնելու վերջապես տնտեսական փոփոխությունների Հայաստանում ծրագիրը, որը անհրաժեշտ է, որը պետք է 10 տարի առաջ լիներ, 5 տարի առաջ լիներ եւ ոչ թե այսօր, բայց ստիպված ենք անել այսօր։ Կա փուլային գաղափար։ Առաջի 5 տարին դա 300,000 աշխատատեղերի ստեղծումն է, աղքատության շեշտակի նվազումն է, ծայրահեղ աղքատության վերացումն է։ Ծայրահեղ աղքատությունը Սամվել Կարապետյանի ուժը վերացնելու է 6 ամսվա ընթացքում։ Ուժեղ Հայաստան կուսակցության տնտեսական թիմի համոզմամբ աղքատության դեմ պայքարի միակ կայուն ճանապարհը նոր աշխատատեղերի ստեղծումն ու լայնածավալ արդյունաբերականացումն է։ Կարապետյանը հիշեցրել է, որ վերջին տարիներին իրենց ջանքերով հանրապետության տարբեր բնակավայրերում, այդ թվում Արտաշատում, արդեն իսկ հիմնվել է 7 նոր գործարան, սակայն հայաստանյան արտադրողը այսօր ստիպված է երկու ճակատով պայքարել՝ մի կողմից շուկայական դժվարությունների, մյուս կողմից պետական ադմինիստրատիվ խոչընդոտների դեմ։ Տնտեսությունը պետք է աշխատատեղեր ստեղծելով աղքատությունը հաղթահարի, պետական կառավարիչը պետք է տնտեսության ծրագիր անի, որ ավելի ակտիվ լինի։ Եթե ազնիվ լինենք, ստեղծած արդյունաբերական հիմնարկներից նշանակալի մասին պետությունը բավականին ադմինիստրատիվ խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի կայանա դա։ Մենք բարդություններ կռվում ենք շուկայի հետ, արտադրողը Հայաստանում, եւ կռվում է պետական սահմանափակումների հետ։ Նարեկ Կարապետյանի խոսքով միայն իրենց ուժն է կարող կտրուկ քայլերով հասնել նրան, որ Հայաստանը միջազգային շուկայում հանդես գա որպես մրցունակ խաղացող, այլ ոչ թե մնա որպես էժան ապրանքների սպառման կետ։ Ազնել քաղաքական պատասխանատվություն վերցնողի դեր։ Բալբերիսում հայ առևտրականների էջերի փակվելու փաստը սառնասրտությամբ ընդունելու կոչ էր արել ցերեկը Հայաստանի էկոնոմիկայի նախարարը։ Երեկոյան արդեն Facebook-ում Գևորգ Պապոյանը գրել է, թե ռուսական ամենամեծ օնլայն առևտրի հարթակի հետ առաջացած խնդիրների հետևում հայաստանյան երկու ընդդիմադիր ուժեր են կանգնած։ Նախարարը ցերեկը լրագրողներին վստահեցրել էր, թե ռուսական կողմի այդ խնդիրներ չկան, իսկ եթե կան, կլուծեն։ Այդպիսի հարցեր են լուծել։
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմը ավարտված է համարում։ Սպիտակ տունն այսպիսի հաղորդագրություն է ուղարկել Կոնգրես, հայտնում է Associated Press գործակալությունը։ Վերլուծաբանները սակայն չեն շտապում ռազմական գործողությունների վերջնական ավարտի մասին խոսել, քանի որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ սկսել էր առանց Կոնգրեսի համաձայնության։ Իրանի հետ ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ Կոնգրեսը մի քանի փորձ արեց բանաձև ընդունել, որով կարգելվի ԱՄՆ նախագահին պատերազմներ սկսել առանց Կոնգրեսի թույլտվության։ Բանաձևի քվեարկությունները միշտ տապալվում էին, քանի որ Թրամփի հանրապետական օրենսդիրները մեծամասնություն են ԱՄՆ Կոնգրեսում։ 47 and A's are 53. The motion is not agreed to. To proceed to counter number 311. ԱՄՆ Կոնգրեսին Իրանի հետ պատերազմի ավարտի մասին հայտնելուց ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ գոհ չէ Իրանի վերջին առաջարկից։ Սպիտակ տան մոտ լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ այս պահին հեռախոսային բանակցություններ են ընթանում։ Նախագահ Թրամփի պնդմամբ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, քանի որ երկիրը հայտնվել է ծանր իրավիճակում։ Նրանք ուզում են գործարք կնքել, որովհետև նրանց մոտ բանակ չի մնացել, ասել էր նա։ Very argumentative with each other. Թրամփը նաև հայտնել էր, որ ինքը չի ուզում այլևս պատերազմել, բայց այն շարունակում է մնալ տարբերակներից մեկը։ He has been frankly decimated. A missile fragment falling to the ground and exploding in Doha, the capital of Qatar. Իրանական հարվածներից մերձավոր արևելքում ամերիկյան 16 ռազմաբազաներ հիմնահատակ ավերվել եւ դարձել են օգտագործման համար ոչ պիտանի։ Intercepting them as they come in. There are shelters. CNN-ի հետաքննության համաձայն Իրանի թիրախում են հայտնվել տարածաշրջանի գրեթե բոլոր առանցքային կետերը, այդ թվում Քաթարում գտնվող խոշորագույն ավիաբազան։ Այն ԱՄՆ զինուժի կենտրոնական հրամանատարության հենասյունն էր, որտեղից վերահսկվում էր 21 երկրների օդային տարածքը։ Ավիաբազան թիրախավորվել է առնվազն 2 անգամ, կատվածահար անելով կառավարման համակարգը։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը տասնամյակներ հենվել է հենց այս ենթակառուցվածքների վրա, որոնք ապահովում էին լոգիստիկ եւ օպերատիվ առավելություն։ Իրանի նման մասշտաբի եւ ճշգրտության հարվածները վկայում են այդ երկրի հրթիռային տեխնոլոգիաների զգալի առաջընթացի եւ հոբ համակարգերը շրջանցելու կարողության մասին։ Նմանատիպ ավերածությունները ոչ միայն ռազմական հարված են, այլև աշխարհաքաղաքական լուրջ ազդակ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային ուժերի հավասարակշռության կտրուկ փոփոխության եւ ամերիկյան զորքերի հնարավոր վերատեղակայմանը կամ ամբողջական դուրսբերմանը։ From the war last June. Իրավիճակը ստիպում է նաև վերանայել Մերձավոր Արևելքի անվտանգային ճարտարապետությունը, քանի որ անխոցելի համարվող ամերիկյան հենակետերի կորուստը խոցելի է դարձնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցներին։ Security target and hit an apartment building or Ստամբուլում 400 մարդ է բերման ենթարկվել մայիս 1-յան երթի ժամանակ։ Փողոց դուրս եկածները փորձել են հասնել Թաքսիմ հրապարակ, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել ու սկսվել են բախումներ։ Իրավապահները արցունքաբեր գազ են բաց թողել ամբոխին ցրելու համար։ Թաքսիմ հրապարակը խորհրդանշական նշանակություն ունի Թուրքիայի բանվորական շարժման համար, հատկապես 1977 թվականի մայիսի 1-ի իրադարձություններից հետո, երբ բազմամարդ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը հանգեցրել էր բազմաթիվ զոհերի։ Իշխանություններն արգելել են բողոքի ցույցերը հրապարակում 2013 թվականի Գեզի այգու իրադարձություններից հետո։ Այդ տարի նույնպես զանգվածային անկարգություններ ու բախումներ են եղել։ Այսօր Ստամբուլի փողոցներ լցված ցուցարարները բողոքել են երկրի տնտեսական ճգնաժամից։ Թուրքիայում գնաճը հասնում է 40%-ի։ Մայիս 1-յան ցույցեր են տեղի ունեցել Փարիզում, առավոտից փակվել են 1 տասնյակից ավելի մետրոյի կայարաններ, սահմանափակվել է վերգետնյա տրանսպորտի շարժը։ Այսպես ոստիկանները փորձել են հնարավորինս կանխել բախումները ցուցարարների հետ, սակայն դրանից խույս տալ չի հաջողվել։ Աշխատավորների իրավունքների պաշտպանության եւ աշխատանքային պայմանների բարելավման պահանջներից բացի, այս տարի ցուցարարները դժգոհել են աշխարհում չվերջացող պատերազմներից, որ թանկացնում է կյանքը Եվրոպայում։ Հաց, խաղաղություն եւ ազատություն կարգախոսով ցուցարարները պահանջել են քայլեր ձեռնարկել կանխելու վառելիքի աննախադեպ թանկացումը եւ որ չեն ուզում իրենք վճարել պատերազմների գինը։
Խոշոր հրդեհ է բռնկվել Նովոսիբիրսկի մարզի Իսկիտիմ քաղաքում, կրակնարագորեն տարածվել է առևտրի կենտրոնի տանիքում։ Կեսգիշերին բռնկված հրդեհը մարվել է միայն առավոտյան։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի փրկարար ծառայությունը, շուրջ 5000 քառակուսի մետր տարածքում գտնվող կենտրոնը բավականին մեծ վնասներ է կրել։ Դեպքի հանգամանքները պարզվում են, տուժածներ չկան։